Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ է դառնում, որ չնայած հեռուստասերիալում իրավիճակը լարված է ու թեժ, հեռուստասերիալի նկարահանման հրապարակում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է։ Սիրված դերասանները պարբերաբար սոցիալական ցանցի իրենց էջերում հրապարակում են տեսանյութեր, որոնք ավելի են մեծացնում ինտրիգը հեռուստասերիալի հանդեպ հեռուստադիտողների սպասումները։ Ինչպես արդեն ավելի վաղ նշել էինք, Հենրին վերջապես տեղեկանում է, որ այս ամենը կազմակերպել է Հալալը։ Հենրին դեռ շատ բաներ ունի բացահայտելու Հալալի մասին։ Նա փորձում է Անգելինային ապացուցել, որ ինքը չի սխալվել և այդ ամենը կազմակերպված էր։ Արդյոք կկարողանա ճշմարտությունը բացահայտել Անգելինայի համար, թե Անգելինան կկարծի, որ այս ամենը Հենրին կազմակերպել է հատուկ նրա համար, որպեսզի ինքը խաբված լինի։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ միացեք մեր ալիքին, ձեզ համար բերել ենք ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները և իհարկե հետաքրքիր գաղտնիքներ է բացահայտել հեռուստասերիալի պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը։ Շաբաթներ առաջ Դիանա Գրիգորյանը խոստացավ, որ պարբերաբար կբացահայտի հետաքրքիր նորություններ «Վերջին զանգը» սերիալի մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով բնականաբար նա չի կարողանում ակտիվ լինել սոցիալական ցանցերում։ Ինչպես ավելի վաղ նշել էինք, նա ոչ միայն հեռուստասերիալի սցենարիստն է, այլ ունի հեղինակային ծրագիր և բնականաբար այդ ամենը նրանից շատ ժամանակ է խլում, իսկ ավելին տեսանյութում հենց հիմա։ Չմոռանաք կիսվել ձեր Ես դեռ նկարահանման եմ, եթե թվում է ձեզ, որ մենք հանգստանում ենք, չէ, դուք սխալվում եք։ Գա, ինչ կասես։ Բնական։ Իսկ ինչ վերաբերում է Վերջին զանգը հեռուստասերիալին, ապա պիտի ասեմ, որ ամեն բան դեռ նոր է սկսվում։ Գիտեմ, որ շատ եք սիրել հեռուստասերիալը։ Ինչու՞։ Որովհետև մեր սերիալում իրական սեր կա։ Մեր սերիալն իրական սիրո մասին է։ Ինչ էր մեր օրերում շատ սակավ հանդիպող երևույթ է։ Այնպես որ շնորհակալ եմ ձեզ։ Մեզ մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար և մաղթում եմ ձեզ սեր, սիրուն սեր, գարնանային սեր, պատկառներ սեր, ծաղիկներ, վարդեր, բայց անփուշ։ Անփուշը լավ է։ Բարի օր սիրելի հետևորդ, ասեմ լավ է։ Հիշում եմ, որ խոստացել եմ ձեզ պարբերաբար ներկայացնել Վերջին զանգը հեռուստասերիալի թարմ նորությունները։ Իհարկե չեմ կարողանում ես լիարժեք խոստումս իրականացնել, որովհետև հավանաբար կկրկնվեմ, բայց պիտի ասեմ, որ սարսափելի ծանրաբեռնված ենք աշխատում գիշեր, ցերեկ, գիշեր, առավոտ։ Շատ խառը և ոչ մարդկային ռեժիմով։ Այսպես ուղղակի ուզում եմ ասել, որ այսօր իմացիր ավելին հաղորդաշարի շրջանակներում անդրադարձել ենք հերոսածին վայրերին։ Շատ հետաքրքիր հաղորդում է ձեզ սպասվում, շատ հուզիչ ապրելու մասին է այսօրվա հաղորդաշարը։ Բաց չթողնեք 20:50 Armenia TV եթերում, որից անմիջապես հետո կարող եք արդեն հետևել Վերջին զանգը հեռուստասերիալի իրադարձություններին։ Իսկ ինչ վերաբերում է Վերջին զանգը հեռուստասերիալին, ապա պիտի ասեմ, որ ամեն բան դեռ նոր է սկսվում։ Գիտեմ, որ շատ եք սիրել հեռուստասերիալը։ Ինչու՞։ Որովհետև մեր սերիալում իրական սեր կա։ Մեր սերիալն իրական սիրո մասին է։ Ինչ էր մեր օրերում շատ սակավ հանդիպող երևույթ է։ Այնպես որ շնորհակալ եմ ձեզ։ Մեզ մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար և մաղթում եմ ձեզ սեր, սիրուն սեր, գարնանային սեր, պատկառներ սեր, ծաղիկներ, վարդեր, բայց անփուշ։ Անփուշը լավ է։
լույս հուսամ այս բարի լույս հուսամ այս ծաղիկները բարի ժպիտ կբերի քո առանց այն էլ բարի դեմքին գոր մարգիչ Ասում անգերն գնում ենք ասում Եթե օրվա հերոսով Եթե օրվա հերոսողը խոսքերը քեզ գոհացրեն, ես գնամ սենյակ։ Եթե չես ցանկանում, որ ես տարիքում մարդասպան դառնամ։ Просто, просто, просто,